Հարգելի հեռուստատոներ, այսօր հեռանկարը հյուրընկալել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանին։ Բարև ձեզ, պարոն Անտինյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Վերջին օրերին մի քանի այսպես ակտիվ քննարկվող թեմաներ կան Հայաստանում, նախ Բայրամովի հայտարարությունը, դրա արձագանքները Հայաստանում, ապա ղազախական ցորենի պատմությունը, նաև ռուսական արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը եւ այլն։ Ես առաջարկում եմ սկսենք ղազախական ցորենից, թեև հիմա Հայաստանում ավելի շատ դրա որակի մասն է խոսվում 4-րդ կարգեր, թե ինչ։ Ես կուզենայի մենք զրույցը սկսենք այդ դրա քաղաքական բաղադրիչից, արդյոք այն շատ կարևոր քաղաքական իրադարձություն է մեզ համար, ինչպես իշխանություններն են ներկայացնում։ Իշխանությունները օրեր շարունակ այդ մասին խոսում են որպես շոշափելի հաջողություն, տեսեք մենք դիվերսիֆիկացրեցինք, բայց դրանից հասարակության մտահոգությունները չի փարատվում, որտեղ ցանկացած մարդ, որ դպրոցում լոգիկա ինչ որ չափով անցել է տարբեր առարկաների մեջ, հարցնում է. իսկ Ղազախստանից երբևիցե դուք ստացել եք ցորեն։ Ինչ ճանապարհով է այդ ցորենն եկել Հայաստան։ Կասպից ծովով անցել, Ադրբեջանով չէր կարող։ Եթե գնացել է, եթե Ռուսաստանով անցներ, Ադրբեջանով չանցներ, գալու էր հասներ Ռուսաստան, նավահանգստում դատարկեին, գար Փոթիում նավով, հետո գնացքով գար Հայաստան, դա լոգիկա ունի, իհարկե ոչ։ Այսինքն ինչպես կայացավ գործարքը, որտեղից Ալիևն իմացավ, որ Ղազախստանում ցորեն կա, հայ գործարարը առել է եւ ինքը բարի կամք դրսեւորեց այդ ցորենը թույլ տար որ գա Հայաստան։ Դա կասկած է առաջացնում եւ ուրեմն նշանակում է մարդիկ մտածում են Ղազախստանը ուներ անորակ ցորեն, ում վրա պետք է վաճառեր նորմալ բնակլիմայական անհաջող պայմանների պարագայում Ալիևին ասում է խնդրում եմ օգնիկ ու տարածքով ուղարկեմ այլապես այդ ցորենը Հայաստանը չի կարող առնել որտեղ շատ թանկ կնստի այդ շրջանը որ ես ձեզ ներկայացրեցի այդ պարագայում Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 գործընկերն է ցորենի հարցում բնական հարց է տալիս հարգելիս եթե դու թույլ է ուզում ես որ իմ տարածքով այդ ցորենը Ադրբեջանով գնա բա ինչ ցորենը ինչու չի գնալու այդպես ես ինչու պետք է ուրիշ ճանապարհով տանեմ Ալիևի այդ պայմանավորում են գործարքը կայանում է եւ այդ հացահատիկը գալիս ավելի շուտ հասնում է Ռուսաստանից, քան Ղազախականից։ Եվ երբ որ ներկայացնում են թե ինչ մեծ հաջողություն է, մարդիկ ասում ու սկսեցին իշխանությունները բացատրություններ բերեն, որ ավելի խառնեց վիճակը։ Ասում են ինչ կարևոր է։ Հիմա մեծ հաջողություն չէ, բայց ինչ որ կերպ սա հաջողություն է, ինչ որ առաջընթաց է, ինչ որ քայլ է։ Երբ որ իրանք ասում են, որ 4-րդի մեջ ինչ տարբերություն, 4-րդ կրնի, դա էլ ապրանք ստացողը դա է պատվիրը փողը վճարել է 4-րդի համար ինչ է խառնվել իրար։ Եվ սկսեցին ասել Ռուսաստանից եկածը մենք արդեն կերել ենք, ամեն ինչ նորմալ էր։ Ուտեղ կասկածն ավելի շատացավ, դա ցանկացած մասնագետ հասկանում է, ամսի 6-ին եկած ցորենը վագոնի վրայից չէր կարող ամսի 11-ին հաց դառնալ խանութում։ Ինչ հա կերել էկոնոմիկայի նախարարը, որ մարդկանց ասում է հանգստացեք։ Հասկանում եմ։ Այսինքն ստացվում է թե մեր ցորենը վերջացել էր, հիմա դա եկավ միանգամից կերանք այլ ուրիշ ուտելու ցորեն չունենք, այս վերջինը կերանք։ Ես հասկանում եմ ձեր միտքը։ Ուրիշ կողմից եմ ուզում այս նախագծին նայել։ Տեսեք, կարծես դա Ռուսաստանի վերահսկողության տակ իրականացվեց այս նախագիծը։ Մոդերատորը ոնց որ թե այս ամենի Ռուսաստաններ, ինչ որ կերպ սա, ինչ որ իմաստով թրիպի ուղի նախագծին, որպես այսպես, հա, մրցակից կարելի է այս նաև տարբերակ այս ուղղությունը դիտարկել։ Ռուսաստանը հայտարարեց, որ դա իր միջնորդությամբ է դա եղել, պաշտոնապես հայտարարեցին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Տրամփին, որ իր աջակցությամբ ավելի սերտացավ հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Մի քիչ տարօրինակ է, իհարկե դա հնչում, հաշվի առնելով այն հակամարտությունը, որ այսօր կա Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան եւ աշխարհակաղակական լուրջ հակամարտությունը, որ Տրամփը ցանկանում էր օգնել, որ Հայաստանը ավելի սերտացնի հարաբերությունը Ռուսաստանի, որտեղ չէր կարող այլ բան ասել Հայաստանի վարչապետը։ Ինքը հաճելիորեն զարմացել էր Ալիևի հայտարարությունից։ Մենք թույլ ենք տալու ցորենը գա։ Նույնիսկ չգիտեին, բացի ցորեն ուրիշ բան թույլ տալու են, թե չէ։ Մեզ թույլ տալու են այդտեղով այլ ապրանք գնա ուրիշ տեղ։ Նույնիսկ հայտարարեց, ասես մենք պետք է ճշտենք, իսկ մենք կարող ենք ուրիշ բան ուղարկել։ Այսինքն ստացվում է այնպես որ ճանապարհը բացում է, որից Հայաստանն իմանում է մամուլից։
Եվ այդ պարագայում ոգևորված, երբ որ ասում տեսեք ինչ լավ բան է, որտեղից այդ բիզնեսմենին պարզ դառավ, որ եթե այդ ապրանքը Ադրբեջանով գա, Հայաստանի իշխանությունները դեմ չեն ելնի։ Ճանապարհը բացված չի։ Պարոն Անտինյան, հիմա եթե հաջորդաբար գան արդեն երրորդ, երկրորդ, առաջին կարգի ծորեններ, այսինքն ձեր այդ նշած մտահոգությունը կփարատվի, այսինքն խնդիրը այստեղ ղազախական անորակ ծորենը իրացնելու մեջ էր ընդամենը։ Չէ, խնդիրը քաղաքական է։ Մարդը ինչ է մտածում։ Երբ որ էկոնոմիկայի նախարարն ասում է մենք արդեն կերել ենք, մարդը մտածում է այդ ծորենը մի քանի փուլով պետքա մաքրվի, միտեղ մետաղները քաշեն, միտեղ հասկանում եմ, մինչև հաց դառնա, դա բավականին տևական ծորենը լադեր դրա հետ աշխատես։ Հետո այդ ծորենը որ ալուր դառնա, դա պետք է օրերի ընթացքում հանգստանա, որ նոր նրանից որակով հաց արտան։ Երբ որ էկոնոմիկայի նախարարը պարզապես խափում ասում հանգստացեք, ամեն ինչ նորմալ է, մենք կերել ենք, չենք մեռել, մարդիկ ավելի են անհանգստանում, բացմեն են բանակցությունները, որ վարում եք, փակ դռների հետևում, որից մենք տեղյակ չենք, բա դուք հայկական շահը ոնց եք ներկայացնում, եթե այն բանը, որ մեր աչքով տեսնում ենք, ամեն օր ուտում ենք, բոլորն են հաց ուտում, դուք ակնհայտորեն ստում եք, որովհետև հնարավոր չէր դա հաց դառնար 4 օրվա ընթացքում։ Պարոն Անտինյան, տեսեք, էկոնոմիկայի նախարարը նաև ասել է, որ տարբեր կարգի ծորենները մշտապես մտել են Հայաստան, տարբեր նպատակների համար։ Սա գուցե սրա ինչ-որ մասը անասնակեր կդառնա կամ որևէ այլ նպատակների կօգտագործվի չէ։ Այսինքն սա ոչ թունավորված ծորեն էր, ոչ այդպիսի ծորեն էր, որ տանելու ենք աղբը նետելու, հա։ Ի վերջո այն օգտագործման ճանապարհը կար Հայաստանում։ Հիմա տեսեք, եթե էկոնոմիկայի նախարարն ասել հանգստացեք, ի՞նչ կապ ունի Ղազախստանից կգա, Ռուսաստանից թե Անտարկտիդայից։ Եվ ինչ ծորեն։ Կարևորը որ եկել է։ Մենք այս վերահսկողության բոլոր փուլերը անցնելու ենք։ Սանիտարական ծառայությունը, պետական սանիտարական հսկողությունը նմուշարության արդյունքում պետք է իմանա որակը, լաբորատոր անալիզով թույլտվությունը տա, հանգիստ եղեք, պրոբլեմ չկա, իսկ ինքը ավելի անհանգստացրեց։ Այսինքն լաբորատորիան չի հասցնում եզրակացություն տա, դուք արդեն հացը թխել եք։ Հասկանալի է, ռուսական այդ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը անդրադառնանք, որ Հայաստանը ուզում է անջատվել Ռուսաստանից։ Դուք այդպես կարծում եք, որովհետև տարբեր տարբերակների շուրջ կարելի է մտածել։ Ուզում է, բայց չի կարող, չի ուզում է, բայց վախենում է։ Որ տարբերակն է ձեզ ավելի մոտ տրամաբանությամբ։ Ես չբերեմ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության բանի որակը իր վերլուծության։ Բայց ասում են, որ եթե ռուսները արտաքին հետախուզության ծառայությունն ասում, հենց այնպես չի ասում, դա մերկապարանոց հայտարարություններ չեն։ Շատ լավ, իրանք դա ասում են։ Ես դա չբերեմ Հայաստանի օրինակով, որտեղ շատ ավելի պարզ բացատրենք։ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը պարզեց, որ իրանք 3 օրում Ուկրաինան գրավելու են։ Այդ իրանք չպարզեցին, իրանք չէին ուսումնասիրել ուկրաինացիների հոգեբանությունը, որ իրանք աղոհացով դիմավորելու են։ Իրանք չգիտեին իրանք երկրում ռազմական հզորության վիճակը։ Այսինքն Հայաստանում նստած մենք ասում ենք ժողովուրդ ջան, չի լինելու դա։ Իրանք դա չգիտեին։ Այն դեպքում, երբ որ ԿԳԲ-ում աշխատած Վլադիմիր Պուտինը, այսինքն ես իրանց վերլուծությունների որակը այլ առումով ամբողջ աշխարհի առաջ պարզ է։ Դրա համար դա դնում եմ մի կողմ, իսկ ինչու են դա իրանք անում։ Իրանք ուզում են դրանով ասեն, որ Հայաստանը կարող է ուղիներ որոնում, բայց ուրիշ հարց են անում։ Իրանք փորձեցին, որ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնի, որ տենց բան չկա, դա անհետեթություն է։ Իրանք դա էր պետք որ հնչի, որ այսինքն Ուկրաինայի հետ մենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից այնպիսի բան ասեց, ասում է մասնավորն է բերում, մենք ինչ կապ ունենք։ Հետո ասում է դե մեզ հետ են բանակցում, որ ուրիշ տեղից էլ բերեն։ Մենք էլ ասում ենք, եթե լավ գին տակ կբերեք։ Ոնց։ Կառավարություններ առնելու, որ ձեզանից լավ գին էին հարցնում։ Ենթադրենք Ղազախստանից մասնավորը բերեց, Ուկրաինայից էլ մեկ ուրիշ մասնավոր է բերում։ Այս ձեր տրամաբանությամբ այսինքն Հայաստան չի ուզում անջատվել Ռուսաստանից։ Հայաստանը չէր թաքցնում։ Ինչ է, օգոստոսի 8-ից հետո որևէ քայլ է արվել, որի արդյունքում մենք տեսնենք, որ Հայաստանը Ռուսաստանից տարանջատվում է, նախ օգոստոսի 8-ի փաստաթուղթը ստորագրելուց դեռ թանակը չէր չորացել, Նիկոլ Փաշինյանը հենց այնտեղից Միացյալ Նահանգներից հերրակա այսպես
հարցերին պատասխանելով ասուլիսի տարբերակով պատասխանեց, ասեց այո, մենք այս Տրամպի ուղին առաջարկել ենք Ռուսաստանին։ Դե իրանք մերժեցին, ուրիշ գործ են։ Հայաստանը չի ուզում, թե չի կարող, թե վախենում, որովհետև տեսակետներ տարբեր են։ Մեզ սպառնում են սարսափելի տնտեսական կոլապսներով, եթե հանկարծ Ռուսաստանը այդ ուղղությամբ, Հայաստանը այդ ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի, Ռուսաստանից անջատվելու։ Այսպիսի խնդիր նայենք, եթե Հայաստանը Ռուսաստանից ցանկանա տարանջատվել, առաջի քայլը պետք է արևմտյան գործընկերների հետ խոսի, ասի ես այս քայլը արեցի, Ռուսաստանն է կարող է սանկցիաներ կիրառի, դուք ինձ կօգնեք, թե չէ։ Հայաստանի տնտեսությունը, եթե մրցունակ չի եվրոպական շուկա մտնելու համար, բայց եթե Եվրոպան ցանկանա Հայաստանին աջակցել, նա 1000 ու մի ծրագիր կարող է օգտագործել Հայաստանի ապրանքը որևէ այլ տեղ վաճառի 1000 ու մի ծրագրերով մինչև Հայաստանը այդ մակարդակին գա։ Այսինքն Հայաստանի իշխանությունները դա չեն անում, որովհետև չեն էլ կարողանում բացատրել պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանը թշնամի է համարում Եվրոպային, բայց Եվրոպայի հետ առևտուր անում։ Չէ, բացատրում են, ասում են այն ամենը ինչ անում ենք, տեղավորվում է այդ բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության մեջ։ Եթե նույնիսկ պատերազմի ժամանակ Ուկրաինայի թիկունքում կանգնած Եվրոպային համարում է թշնամի, բայց նրա հետ առևտուր անում։ Եթե Հայաստանն ասի, որ ես ցանկանում եմ Ուկրաինայի ծորեն բերեմ, լարսը ինչու պետք է փակել։ Այսինքն եթե դու Ռուսաստանի հետ ունես պայմանագրեր, երկարաժամկետ պայմանագիրը դադարում է, եթե դու որևէ մեկին արտաքին գործընկեր ավելի սիրալիր ես ելնում, պատերազմը չի դադարացրել տնտեսական գործարքները։ Ինչու ենք մենք մտածում, որ Ռուսաստանը հրաժարվելու է մեզանից այն դեպքում, եթե մենք ասենք, մենք մեր արտաքին քաղաքական կողմնորոշումը այլ է, որովհետև Ռուսաստանից ոչ թե Հայաստանը ի վիճակի չէ պոկվել, ոչ թե Հայաստանը չի կարող պոկվել, այլ Նիկոլ Փաշինյանը չի կարող պոկվել Պուտինից։ Հաշվառելով այն խոստումները, այն հավատարմության երթումը, որը տվել է 2022 թվականին, ինքը դրանից հրաժարվել չի կարող։ Ավելին, դուք ասում եք, որ Պուտինի համար Հայաստանում երկրի ղեկավարի ավելի լավ տեխնացու չկա, ձեր խոսքով ասեմ, Պուտինը ավելի լավ տեխնացու չի էլ կարող երազել, քան Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե։ Այսպես նայեք, Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն ունի։ Գուցե պակասել է, բայց ունի։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ավելի լավ տեխնացու չէ։ Իհարկե չէ։ Որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանրային աջակցություն չունի։ Բայց ինչու համար են պայքարում ընդդիմությունը նույն Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահը։ Քոչարյանն ուզում է գա իշխանության, ինքը ռուսամետ է, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը Քոչարյանին օգնում է։ Որտեղ Վլադիմիր Պուտինի համար պետք է Հայաստանում լինի մի իշխանություն, որը հանրային ինչ-որ չափով աջակցություն ունի, որի պարագայում ինքը հավատարմության երթում է տվել ավելին եւ ասել է Վլադիմիր Վլադիմիրիչ, Հայաստանում չի գտնվի մի մարդ, որը քեզ ավելի հավատարիմ կծառայի, քան ես։ Ինքը ինչի պետք է փորձի դա փոխել։ Այդ դեպքում պետք է Ռուսաստանը այս իշխանություններին ինչ-որ աջակցող քայլեր անի։ Եթե այդպեսի կան, մենք ինչու դա չենք տեսնում։ Չէ, բացարձակ ինքը այդ խնդիրը չունի։ Ռուսաստանը բոլորին ասում է պրոբլեմ չունի, մասնակցել։ Ավելի շատ հասարակական, փորձագիտական շրջանակներում այն կարծիք այն տպավորությունն է, որ ռուսական կողմը, եթե ինչ-որ ներդրում է, թե աջակցություն ունի, ապա դա կապ ունի քաղաքական ընդդիմության հետ։ Եվ Հայաստանի ապագա ղեկավարին տեսնում են ընդդիմության շարքերից։ Դա խորագույն թյուրիմացություն է 30 տարուց ավել։ Պետք է հիմնավորեք, բացատրեք, որպեսզի մարդիկ հասկանան, որովհետև շատերը այդպես չեն մտածում։ 30 տարուց ավել մեր ընդդիմությունն ասում է գնանք Ռուսաստանին, ասենք մենք ավելի լավ կծառայենք, քան իշխանությունը, 30 տարի խաբվում են, որովհետև Ռուսաստանը երբեք չի աշխատում ընդդիմության հետ, դա հեքիաթ է։ Ռուսաստանը եթե ճանաչի ընդդիմությունը որպես կարգավիճակ, պետք է ճանաչի իր երկրի ընդդիմությանը, որին համարում է դավաճան օտարերկրյա գործակալ։ Ինչու Վլադիմիր Պուտինը հենց ինքը հայտարարեց Հայաստանում գտնվելով Ռոբերտ Քոչարյանի կողքը նստած, ասին Ղրղստանում իշխանությունը փոխվել է, պրոբլեմ չունեք, ասեց մենք ինչ պրոբլեմ ունենք, ով էլ ընտրվի մերն է, էլի։ Այսինքն ինքը խնդիր չունի ինչ-որ մեկին դնի, ինքը խնդիր ունի, որ այդ ինչ-որ մեկը իրան հավատարիմ ծառայի։ Եվ իրանք հասան դրան, ինչ մի պրոբլեմ է։ Էն էլ հասան ինչ առիթով։ Այնպես ստացվեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում ասում մինչև 2023 թվականը Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստ շարունակել է մնալ, մինչև Արցախի հանձնել է։ Դա ինչ է նշանակում։ 18 թվականին հեղափոխություն է սարել եւ շարունակել է մնալ ֆորպոստ։ Իսկ ինչ է նշանակում, որ տեսեք քաղաքական ընդդիմության այդ գործելավոճը, ուղղությունը ավելի շատ պրոռուսական է։
քան իշխանությունների։ Հիմա այսպես նայենք, մեկին է կարող է պրոչինական էլի, բայց ոչ չենք կարծում, որ Սի Ցզինպինը օգնում է իրանց, որ Նիկոլ Փաշինյանին տապալեն։ Դա իրանց պատկերացումն է, իրանց աշխարհայացքն է։ Կամ եթե մեկ ուրիշը գտնում որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է կամ Ամերիկայի հետ գործընկերությունը, ոնց որ ես եմ գտնում։ Դա նշանակում է Կարապետյանի պարագան ինչպես կբացատրեք։ Բայց ով ասում որ շատ անգամ խոսում է, որ սա ոնց որ թե Իվանիշվիլի երկու սցենար է լինի արդեն Հայաստանի համար։ Բացարձակ նման։ Ինչու այդ հայտնի գործարարը բիզնեսմեն ամեն ինչ թողեց, եկավ ներդրվեց հայկական քաղաքականություն։ Ինչու։ Հայկական քաղաքականության մեջ հանգամանքների բերումով ինքը եկել էր ինչ որ ելույթ էր։ Չէ, հիմա տեսեք հարցը որ Հայաստանում գտնվելու ժամանակ հայտարարություն արեց, որից հետո իրանք ձերբակալեցին եւ իրանք սկսեցին արդեն քաղաքական գործունեություն։ Մինչեւ ձերբակալելը քաղաքական հայտ ներկայացրել էին, չէ։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին Սերժ Սարգսյանը մերժվել էր։ 21 թվականին Սերժ Սարգսյանը վախացնելը շատ ծիծաղելի կլներ։ Դրա համար իրանց պետք էր հրեշի նոր կերպար։ Այդ հրեշը կար, ուղղակի պետք էր ասպարեզ բերել։ Ռոբերտ Քոչյանին ճնշեցին, բանտարկեցին, դարձրել։ Հիմա 2026 թվականին Ռոբերտ Քոչյանը այլևս մոդա չի։ Սերժ Սարգսյանով Ռոբերտ Քոչյանը մոդա ավելի շատ։ Հիմա իրանց պետք է նոր բան։ Առասարակ չեք կարծում որ հասարակությունը հոգնել է այդ ներկա նախկին դիսկուրսից, բայց գնալով ավելի շատ է ներքաշվում դրա մեջ։ Ինչու են ներքաշվում, որովհետև քաղաքական դաշտը իրանցով լցվում է։ Այլընտրանք չկա, մեկ այլընտրանք չեն թողում, որը իրանցով լցնելով քաղաքական դաշտը։ Ամբողջ կռիվը գնում է դրա մեջ։ Հասարակության 50%-ը գտնում է երկրի ապագան Եվրամիության հետ։ Եթե ակտիվ քայլեր արվեն, այդ թիվը կդառնա 70։ Այդ մարտիկ նեղանում են, ոչ նրան են ձայն տալի, ոչ նրան գնում տանը նստում են։ Այդ մարդկանց հետ եթե նորմալ այլընտրանք ներկայացվի, իրականում նրանք հնարավորություն ունեն գալ, հաղթել եւ սպասարկել այդ հասարակության շահերը։ Հիմա ինչու են իրանք այսպես լցրել քաղաքական դաշտը։ Ժողովուրդ ջան, ընտրեք Նիկոլ Փաշինյանին, այլապես նրանք կգան։ Ընտրեք նրանց, այլապես Փաշինյանը կմնա։ Որպեսզի դաշտ չբացեն, որովհետեւ այս երկուսը ռուսական թիմի պայքար է գնում, Ռուսաստանի շահերը Հայաստանում ավելի լավ ներկայացնելու։ Իսկ հարցը դա է, իսկ դուք գիտեք եկող տարի Ռուսաստանի վիճակը ուկրաինական պատերազմի առումով ինչա լինելու, որ հիմա գլխապատար շարունակում եք Հայաստանում ռուսական օրակարգ սպասարկել։ Բա վաղը ինչ պատասխան եք տալու հայ հասարակությանը, որ ձեր պայքարը նա է, որ Ռուսաստանի հետ ավելի լավ լինենք։ Այս պայքարի արդյունքում ի վերջո մի բանով ավարտվելու է, չէ՞ այդ պատերազմը։ Տրամպը ինքը իրան փաստի առաջ է կանգնացրել։ Ասել է, այս սանկցիաները կիրառում ենք, Ռուսաստան պետք է զիջես։ Եթե չես զիջում, շարունակում ենք։ Ռուսաստանն ասել է սանկցիաները չի վախեցնում, ասել է մի քանի ամիս սպասի կվախեցնի։ Հետևողականները նավթի հարցը լուծում է։ Թուրքիային ասում է դու պետք է նավթ չստանաս Ռուսաստանից։ Դեռ նա դիմադրում է, բայց չի կարող չանի։ Հրաժարվում է Հնդկաստանը, հրաժարվում է Չինաստանը, չեն կարող չանել։ Իրանց ձեռնտու չի Ամերիկայի հետ ճշնամի դառնալ կամ կորցնել։ Այդ պարագայում Ուկրաինան հետևողականորեն նավթավերամշակման գործարաններին հարվածը հասցնում Ռուսաստանի։ Ռուսաստանի համար դա կատաստրոֆիկ վիճակ է, եթե մարդիկ տնտեսությունից մի քիչ գաղափար ունեն, պատկերացնեն, թե իրանց տնտեսության մեջ իրանց բյուջեի վիճակը, կառուցվածքը ինչ է, ռազմական ռեսուրսերի վրա դրած երկիր։ Հիմա այս պարագայում մի որոշ ժամանակ հետո, այդ իրավիճակի պարագայում ո՞նց են մեր հասարակությանը բացատրելու, որ այդտեղ կռիվ էի կանում, թե ով պետք է ավելի հավատարիմ լինի Պուտինին։ Այդ ամեն ինչի մասին խոսում եք, ուղղակի կապ ունի այս հաջորդ ընտրությունների այդ մի քանի օրից վաղ շաբաթում, ապա հաջորդ տարի արդեն ազգային ժողովի շատ կարճ, մենք ավարտում ենք արդեն մի քանի վայրկյանի սահմաններում։ Դուք պատկերացնում եք ինչ որ արդյունք այդ ընտրությունների ավելի հավանական, ավելի տեսանելի, ավելի տրամաբանական։ Իհարկե, եթե նորմալ ձևավորվի այլընտրանք, արևմտյան ուղղության հստակ, որ Հայաստանի արտաքին կողմնորոշումը տեսնում է այդպես։ Պետք է նկատի ունենալ նաև մի բան։ Այսօր մեզանով չի միայն պայմանավորված, ամբողջ աշխարհով հիմա ինչ ընտրություն գնում, ասում են որ կողմ ես, քանի որ ուկրաինական պատերազմը դիրքը կոշտացրել է։ Արևմտյան երկրներում էլ ասում են, այս մեկը Եվրամիությանը կողմ է, այս մեկը դեմ։ Ընտրությունը չեն նայում սոցիալականը, որովհետև հիմնականում որոշումը դու որ կողմ ես, որովհետև կոշտացվել է աշխարհում վիճակը։ Հայաստանն էլ պետք է այդ ընտրությունը կատարի։ Ես կարծում եմ, որ եթե այդ այլընտրանքը ձևավորվի, միանշանակ հաջողություն կունենա։ Շնորհակալություն։ Այսքան արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։